Սիրելի հայրենակիցներ եւ գործընկերներ, մարդկային կապիտալի ճիշտ օգտագործման մեկնակետից անշուշտ սա գնահատելի նախաձեռնություն է, բայց ունենք մի քանի հաստատումներ, այդ թվում նաեւ առաջարկություն, որը նպատակահարմար եմ գտնում այստեղ հնչեցնել։ Նախ արդեն նախագծին կից ներկայացված հիմնավորումը կամ հիմնավորման մեջ տեղ գտած շատ սակավ վիճակագրությունը թույլ է տալիս եզրակացնել եւ այսպես բացորեն ասել, որ բավական վիճակագրություն, բավական վերլուծություն չունենք կամ թվային պատկեր չկա, որպեսզի մենք կարողանանք այսպես վերջնական թվերով կամ ուսումնասիրությամբ հանրությանը ներկայացնել, թե 18 թվականից մինչև օրս, ուրեմն Շանհայի հիսնյակում քանի երիտասարդ է կրթություն ստացել, ինչ մասնագիտությունների գծով են կամ մասնագիտացումը ինչպիսին է եղել եւ առհասարակ ամբողջական այսպես վերլուծություն կամ պատկեր չկա, վիճակագրական պատկեր չկա, թե մինչև օրս այսինքն տարկետում ստացածները ինչ հիմքով են տարկետում ստացել եւ առհասարակ այսօր Հայաստանի Հանրապետությունում ինչ ոլորտներում են նրանք իրենց գործունեությունը ծավալում։ Միևնույն ժամանակ այստեղ հոդված 1-ում, նախագծի հոդված 1-ում նշված է, որ ուրեմն տարկետում եւ հետագայում նաեւ կազատվի պարտադիր զինվորական ծառայությունից այն քաղաքացին Հայաստանի Հանրապետության, որը առնվազն 3 տարի կաշխատի Հայաստանի Հանրապետության կողմից սահմանված ոլորտում։ Իսկ հիմնավորման մեջ ահա թե ինչպիսի ոլորտներ են մոտավորապես շեշտվում, երիտասարդ մասնագետներ, IT ոլորտի, բժիշկներ, ինժեներներ եւ այլ ոլորտների մասնագետներ եւ անկեղծ ասած, երբ ես այս նախագիծը կամ մենք այս նախագիծը կարևորում ենք որպես մարդկային ռեսուրսի եւ հատկապես որակյալ ռեսուրսի օգտագործման տեսակետից, նախ եւ առաջ առանց թերագնահատելու IT ոլորտը, առողջապահությունը եւ այլն ինժեներներ, այստեղ որ նշված են, բայց շատ պիտի ցանկալի լիներ, որ այստեղ սահմանված ոլորտ շատ ավելի բաց լիներ եւ պետական կառավարման համակարգը եւ պետական սեկտորը այստեղ նշված լիներ, ինչը ես կարծում եմ, վստահաբար եմ կարծում, իմ շփումներն են այդ եզրակացության բերել, որ պետական կառավարման համակարգը բարձրորակ մասնագետների խիստ կարիք ուներ։ Եվ եթե մենք որպես պետական այսինքն կարևորագույն ինստիտուտ նախագիծը պիտի օրենք դառնա եւ դրական քվեարկենք այս նախագծին, որը ըստ էության ինչ որ իմաստով նաև խտրականություն է սահմանում եւ որոշներին իրենց առավելությունների, իրենց գերազանցության, չգիտեմ, որակի եւ այլ պատճառների համար նրանց պարտադիր զինվորական ծառայությունից ազատում ենք, ուրեմն պիտի նաև այդ ներուժը հատկապես օգտագործենք պետական սեկտորում։ Եվ ուրեմն ես այս մասին խոսեցի նաև հանձնաժողովի քննարկման ժամանակ, եւ ես կարծում եմ առհասարակ այստեղ բացեր շատ կան, որովհետեւ հասկանալի է, որ ինչ որ հայեցակարգ չկա հայեցակարգ, թե ինչ հայեցակարգից են բխում այս կարգավորումները, եւ առհասարակ կարծեմ, թե 2 ամսվա ժամկետ կա, որպեսզի կառավարությունը ընդունի համապատասխան իրավական ակտը, ես նաև մեր խմբակցության անունից առաջարկում եմ, որպեսզի սահմանված կառավարության կողմից սահմանած ոլորտներում պարտադիրորեն ներգրաված լինի պետական կառավարման համակարգը եւ պետական սեկտորը, որովհետեւ ի վերջո, այո, մասնավոր, այստեղ չեմ բացառում, որ կարող են նաեւ ռազմավարական նշանակության մասնավոր ձեռնարկություններ լինել, բայց պետության շահն է նախ եւ առաջ ուժեղացնել, զորացնել պետական կառավարման համակարգը։ Եվ ես առաջարկում եմ, սա մեր առաջարկությունն է, որպեսզի առաջինից երկրորդ ընկած ժամանակահատվածում հենց այս չափորոշիչներ տեղ գտնեն կամ սահմանում կամ չգիտեմ հաստատումներ տեղ գտնեն նախագծի մեջ։ Շնորհակալ եմ։